Դուք նշեցիք, որ 5 պակաս ըստ էության Իրանը միջուկային տերություն է։ Հիմա հարցը հետևյալն է. եթե Իրանը այնուամենայնիվ որոշում է, որ պետք է արդեն ստեղծի իր իսկ անվտանգության համար, իր էգզիստենցիալ գոյությունը ապահովելու համար, հայտարարի, որ մենք չէինք ուզում, բայց այս վերջի պատերազմը հարձակումներ մեզ ստիպեցին գնալ այդ քայլին եւ այդ գործողությունը իրականացնի, ստեղծի ատոմային ռումբ։ Դա արդյոք շղթայական ռեակցիա չի առաջացնելու տարածաշրջանում, որ մնացած սաուդիտները, թուրքերը նրանք եւս ստեղծեն կամ սկսեն ծրագիր միջուկային զենք ստեղծելու համար։ Միանշանակ այդպես է եւ որից է պետության Մեր համար ինչ վտանգներ է դա բերելու։ Գիտեք, մեզ համար դա որից ձևով այսինքն մենք արձանագրենք, որ ցանկացած պետություն, երբ որ ուժերի հարաբերակցություն է փոխվում եւ այսօր պետության տարածքային ամբողջականություն ինքնիշխանության 100%-ից երաշխիքը դա միջուկային տերություն լինելու գործոնն է։ Դեկլարացիաները որտեղ չեն գործում։ Այսինքն միջազգային իրավունքը ՄԱԿ-ը սկզբունքորեն եւ այն կոնվենցիաները, որ կան, դա իսկապես չի գործում։ Նո գործում են այնքանով, որքանով ձևի մեջ է, էլի բովանդակությունը բան է, այդպես ազգերի լիգայի նման։ Այո, ճիշտ է։ Եվ հետեաբար ցանկացած պետություն ձգտելու է։ Օրինակ հիմա այս վերջերս պատական է արդյոք, որ արաբական աշխարհում Միացյալ Նահանգների ամենահավատարիմ դաշնակից Էմիրատները Միացյալ Նահանգների հետ կնքել են պայմանագիր, ըստ որի Միացյալ Նահանգները տրամադրում են միջուկային տեխնոլոգիաներ Էմիրատներին, որսի վերջիններս, ասենք, ատոմականների ցանց գցի, միջուկային խաղ ատոմի հետազոտություններ անի եւ այլն եւ այլն։ Օրինակ ինձ համար ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները պատրաստում են Պակիստանին հակակշիռ, Պակիստանին, եւ դա Թուրքիան չի, Թուրքիայով չի հակակշիռ ստեղծել, որովհետեւ Թուրքիան այսօր Պակիստանի հետ արդեն դաշնակցել է, չէ՞։ Հակակշիռը Պակիստանին արվել է ումով Էմիրատներով։ Այսինքն Վաղաչեմսուրը, եթե Էմիրատները, Վաղաչեմսուրը կարող է 1-2 տարի, չգիտեմ, ես դժվարում եմ գնահատել, արդեն գուշակություն դաշտ կլինի, բայց որ գործընթացը Միացյալ Նահանգները սկսել է Էմիրատները, ինձ համար ակնհայտ է, որ Էմիրատները ինչ որ մի պահի, միգուցե դա կլինի այն ժամանակ, երբ Պակիստանը հայտարարի, որ միջուկային տերություն է, եւ փորձարկում անի։ Ասենք կարող է 1-2 շաբաթ հետո մեկ էլ բարձի, որ Էմիրատները եւս միջուկային տերություն է։ Եվ աշխարհի ուժեղները հավասարակցությունը պահելու համար միշտ իրենց ոչ բարեկամ երկրների միջուկային տերություն դառնալու գործոնը հակակշռում են իր դաշնակիցներին միջուկային տերություն դարձնելու գործոնով։ Այդպիսի լավագույն փաստը դա Պակիստան-Հնդկաստանն է։ Այսինքն այնպես չէր, որ այդ պետությունները այսպես նույն զուգահեռությամբ միջուկային հետազոտություններ էին անում, հետո գիտնականներ եկան են ընդհանուր հայտարարել, որ 5 րոպե պակաս պետք է միջուկային տերություններ, մեկ էլ հայտարարեցին, որ երկուսն էլ միջուկային տերություն են։ Ակնհայտ էր, որ մեկի միջուկային տերություն լինելու հանգամանքը ուղղակիորեն պայմանավորվում մյուսով։ Ես դրա համար եմ ասում, Պակիստանի եւ 5 րոպե պակաս Իրանի միջուկային տերություն լինելու հանգամանքը ուղղակիորեն պայմանավորված կլինի Էմիրատների միջուկային տերություն լինելու ապագա գործոնով, եւ որի գործընթացը ընդ որում Միացյալ Նահանգները արդեն սկսել է։ Նույնը Սաուդյան Արաբիայի հետ կնքվեց ըստ էության այդ խաղ ատոմի համաձայնագիրը։ Ուրեմն հիմա գիտեք ինչ, միջուկային տերությունը կամ միջուկային զենքը ինքը զսպիչ գործոն ունի։ Դա մեկ անգամ Միացյալ Նահանգները կիրառեցին, հա, բայց 45-ից առ այսօր արդեն անցել է մոտ 80 տարի, 81 տարի։ 81 տարի։ Այո։ Միջուկային զենքը ինքը զսպիչ գործոն ունի։ Բայց որ միջուկային տերություն դառնալը ցանկացած պետության ցանկությունն է, թեև կա օրինակ միջուկային զենքի չտարածման միջազգային համաձայնագիր, որի տակ օրինակ նաև Հայաստանի Հանրապետությունն է ստորագրել, հա։ Օրինակ Իսրայելը չի ստորագրել։ Օրինակ Իրանը ստորագրել է, հետաքրքիր է, էլի։ Բայց նույնիսկ եթե դու ինչ-որ պարտավորություններ ունես, բայց քո երկրի շահը քեզ ստիպում է, որ դու այնուամենայնիվ դառնաս միջուկային տերություն, ես կարծում եմ, որ այդ ստորագրությունը քեզ համար այլևս ոչինչ է լինելու։ Եվ այս միջուկային մրցավազքը ինչքանով երկիր մոլորակի ընդհանուր խաղաղությանն կնպաստի, ես դժվարում եմ ասել։
Միգուցե նպաստի, բայց խնդիրն է այդ միջուկային զենքը ինչքանով է վերահսկելի այդ պետության համապատասխան կառույցների կողմից։ Պարոն Հապետյան, Հիմա պատկերացրեք տեսականորեն Միացյալ Նահանգներում ինչ որ ժամանակ հետո այս տարվա վերջում լուրջ ներքաղաքական ճգնաժամ է եւ մյուս տարի լարումներ այնքան են մեծանում, որ քաղաքացիական պատերազմ է սկսում տեսականորեն։ Օրինակ դա լրջագույն մարտահրավեր է աշխարհին, որտեղ այդ ժամանակ պարզ չէ, միջուկային ճամպրուկները ում մոտ են հայտնվելու։ Հայտնվելու են, ասենք, ինչ-որ ավանտյուրիստների, ինչ ուժերի, ովքեր են այդ ուժերը, ումն են վերահսկում, ովքեր են իրենց վերահսկում, արդյոք իրենց վրա վերցած պարտավորությունները կատարեն, արդյոք Միացյալ Նահանգների պետությունը, եթե հանկարծ մասնատվի տեսականորեն, այդ միջուկային զենքի տեր նաև այլ երկրներ եւ այլ ուժեր չեն ցանկանա դառնալ։ Այսինքն բազմաթիվ հարցեր են գալիս, որ իսկապես հիմա մի կողմից միջուկային զենքը ինքը կանխարգելի չէ, գործոն է, բայց մյուս կողմից այս турբուլենտ վիճակում, երբ նոր աշխարհի ծնունդն է, այստեղ վտանգներ կա, ավելին ասեմ, Ուկրաինան օրինակ միշտեր Ռուսաստանին, այսպես ասենք, կեղտոտ միջուկային ռումբի հարվածով սպառնացել է։ Կեղտոտ միջուկային ռումբը դա ատոմականներում աշխատած ուրանի թափոնների հիման վրա ուրեմն ռումբի ստեղծումն է, հա։ Այն էֆեկտը իհարկե չի տալիս, բայց իհարկե ռադիացիոն ֆոնը ապահովում է։ Այնպես որ մենք ապրում ենք այսպես ցնցումների ժամանակաշրջանում եւ Հայաստանի ոչ միայն իշխանությունը, այդ իշխանությունները անցողիկ են, հիմնականում իր էլիտան եւ ժողովուրդը պետք է գնահատի մեր ֆիզիկական անվտանգությունը արկա, իսկ առարկայական մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունենք մենք գոնե նվազագույն Ադրբեջանից, դա չեզոքացնելու համար որտեղ պիտի լինի։ Ինչ որ պայմանագրեր թղթի կտորներ կտրելու, ստորագրելու, բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու հիմնավորմամբ, թե գործնականում այդ սպառնալիքը չեզոքացվի քո այն դաշնակցի միջոցով, որը միջուկային տերությունը եւ ցանկացած ժամանակ պատրաստ է քո տարածքային ամբողջականությունը, եթե արտաքին լուրջ ագրեսիա լինի, նաեւ պաշտպանել։